այնպեսի պատճառ ունի, որ կարող է չի ուզում, որ ուրիշները այդ պատճառի մասին տեղյակ լինեն, ուղղակի ինքը բացառիկ դիմում է ներկայացնում, եթե մանդատից է հրաժարվում, համայնքապետարանը դիմում ներկայացնում, եթե ցուցակից է դուրս գալիս ընտրատարածքային հանձնաժողովի։ Օրենքը չի պահանջում, մենք էլ չենք պահանջում մարդու, բայց խոսակցությունների մագարտակի ասել է, որ հաջող բացակայում է երկրից, չի ուզում, որ հանգարց մանդատը իրան հասնի, խոչընդոտ հանդիսանա, այդպես ենք իմացել, բայց դա կարևոր չի։ Ներկայացրել են նոտարական բավերացումով, մենք ցուցակին տեսակ, որ իրեն հանեցինք, մենք մի հատ նորից է, մի հատ դիմում ենք ստացել կոմունիստական կուսակցության ցուցակից Գենել Մանուկյանից նոտարական բավերացումով այսօր դիմում ենք ստացել, վաղը չեմ մյուսօր մենք կանդրադառնանք համ այս դիմումին, համ Նարեկը, որ մանդատը տրել է, Միրզոյան Նարեկը, հաջորդ համարին կտանք մանդատ։ Նարեկը երբ է ներկայացրել դիմումը։ Նարեկը կամ 11-ին կամ ինձ եկել է ոնց որ թե 12-ին։ 12-ին։ Չէ, ցուցակից դուրս գալու։ Ինքը մանդատ չունի, էլի, ինքը ցուցակի մեջ։ Հազարական հաջորդ համարներին, թե ցուցակում։ Չէ, գնել Մանուկյանը հերթական համար չէ։ Դե Ղարանքը էլի կա, էլի։ Հասմիկը հաջորդ համար է, հիմի իր հաջորդողին ենք տալու մանդատ։ Ղազարյան կոմունիստական կուսակցության հավաքականու անդամ որ մանդատը տվեցիք այսօր, ինքը համարվում է նաև կոմունալ բաժնի աշխատակիցը, բաժնի պետն է այս էության։ Սա անհամատեղելիություն է, այսինքն կամ պիտի մանդատից հրաժարվի, չէ, սպառական, կամ պիտի աշխատանքը նախընտրի, օրենքը արգելում է, չէ, սպառակայում իրեն։ Ճիշտ ասած, հարգելի գործընկերներ, այդ հարցին հիմնավորված ես չեմ կարող ձեզ պատասխանեմ, հիմի եթե անհամատեղելիություն կա, ուրեմն պետք է հրաժարվի, եթե չկա, մնում է մանդատը մեր գործառույթն է, որ եթե ինքը հերթական հաջորդ տեխնացու է, մենք չենք կարող պատճառաբանենք, որ անհամատեղելի է մանդատ չտանք։ Մենք իրան մանդատը տվել ենք, եթե այդպես խնդիր կա, ինքը կարող է հրաժարվի հաջորդ համարին տա։ Կամ պաշտոնից երևի թե։ Հա, դե մի մաշտոն մենք չենք կարող։ Այնտեղ ես ինչքան գիտեմ, ժամկետ կա անհամատեղելիության, 1 ամիս է ինչ որ ժամկետը, կամ պիտի անձը որոշի, էլի կամ կամ։ Ես մի անձի տեղը չեմ կարող որոշում կայացնեմ, օրենքը ու ասեմ հարգելի գործընկերներ, այս պարագայում համ համայնքապետարանը արձանագրություն է կազմում մանդատը բաց տնելու վերաբերյալ, համ մենք ենք այսինքն այդ ամեն ինչը իրականացվում է օրենքի ուժով։ Համայնքապետը չի կարող ասի չեմ ընդունում մանդատի բաց տնելը, նույնն է մենք չենք կարող հաջորդ համարին չտանք մանդատ, դա օրենքի ուժով է իրականացվում։ Մնացած հարցերը արդեն այնտեղ մարդիկ կարող է կարգավորել, մի մանդատ չտանք, ասի կարող է իսել, իմեիք հավական իմանում։ Ոչ մի խնդիր չկա օրենքի հետ։ Պարոն Ղազարյան, քաղաքացիական պայմանագրից չեք ստացել Մայա Խաչատրյանից, կարծեմ Հմայակ։ Հարգելի գործընկերներ, այս պահին ինչ որ ունենք, սա է, այս նոր դիմումն է, այսօր էլ բերե, մեկ է Նարեկի մանդատը բաց տնելու արձանագրությունն է, երկուսն է քննարկվի վաղը չեմ մյուսօր։ Ուրիշ բան այս պահին չունենք, կարող է լինի, ես չգիտեմ։ Իսկ հնարավոր չէ մեկ նիստով այս ամենը քննարկել, այն ինչ որ պիտի քննարկեիք չորեքշաբթի, ասենք այսօր։ Ոչ ջան, այդ մեկ նիստով կամ երկու նիստով դա ասենք բան չէ, օրենքը 7 օրվա ժամկետ է տալիս, մենք 7 օրում այդ ամեն ինչ անում ենք։ Տեսեք, այս դիմումը եկել է, մենք կարող ենք այս դիմումը 10 օր անենք, բայց վաղը չէ մյուս օրը համատեղ այն մանդատ տալու է, տեսեք այդ քննարկենք, ես չգիտեմ, վաղը էլի կարող է դիմում լինի, մյուս օր կարող է դիմում լինի։ Իսկ ինչ վերաբերում է բանին, մի հատ էլ մենք մերժել ենք, որտեղ ներկա չի եղել։ Իսկ նոտարական ավելացումով չէր եւ նիստին ներկա չէր, մենք
уже կորսորած չճանաչեցինք, այսինքն մնաց ցուցակ։ Ղազարյան տեսեք դուք նախորդ անգամ մենք որ զրուցում էինք, ասացիք, որ երբ որ ցուցակից դուրս են գալիս, ինքնաբացարկ են ներկայացնում, գրանցումը մերժելու դիմում են ներկայացնում, ժամկետ չկա, ասեցիք, նշվածի տարբերություն մանդատը վայր տնելու։ Այս պարագայում կարծես թե, այսպես ասած, ձեր ձեռքում է, թե երբ կայացնեք այդ նիստը, եւ ըստ էության, չգիտեմ, գուցե ինչ-որտեղ որոշակի հաշվարկներից դուրս գալով ցկցկվի, այսինքն մանդատ ստանա, այսինքն բացակայող, Հայաստանից բացակայող, նոտարական հասկանում եմ ուր եք տանում, ըստ էության ստացվի, որ դուք կնպաստեք ձեր, այսպես ասած, ցկցկումներով, ավականու, աշխատանքին, Ինչ կասեք այդ մասին, այս անգամ Հասմիկ Խաչատրյանի դուք այսպես ասած ցուցակից գրանցումը մերժեցինք, բայց հաջորդիվ չգիտենք, որ շատ է։ Հարգելի գործընկերներ, ես ասեմ, որ մենք այս պարագայում ձեր խոսքը գնաց այնտեղ քաղաքական նպատակահարմարության, մենք դրանով չենք ղեկավարում։ Մենք ղեկավարում ենք ողջամտությամբ։ Մի ասեմ, որ այս պարագայում սա մենք կարող էինք տանենք, որտեղ օրենքը չի արկելում, եթե օրենքը չի արկելում, բայց ասենք 10 օր հետո քննարկեինք, 10 օր հետո արդեն իմաստ չէր լինի քննարկելը, մենք մանդատ ենք տալու իրան, արդեն կազուս է առաջանում, դրա համար մենք այնպես արեցինք, որ հարցեր չառաջանան, մենք ապակուսակցական մարմին ենք, բոլորը ունեն իրենց նախասիրությունները, բայց մենք ես 21 թվականից հանձնաժողովի նախագահ եմ եւ մենք միշտ մեր հանձնաժողովը աշխատել է քաղաքական իր նախասիրությունները աշխատանքում չցուցաբերի։ Դրա համար այս պարագայում հանձնաժողովը տվել է ճիշտ այսպես անի, որ լրացուցիչ հարցեր կամ բաներ չլինեն, չկապեն սրա հետ, նրա հետ, Հանձնաժողովը չհայտնվեր, այսպես ասած, թիրախում։ Չէ, թիրախում կա հայտնվեր, կամ մեկի կողմից, կամ մյուսի կողմից, մենք այնպես ենք արել, ոչ մի անգամ թիրախում չհայտնվենք ու ասենք, այսպես ասեմ էլի, եթե մենք մի մանդատ տայինք, երկու օր հետո մի հատ էլ ընդեղ հրաժարվեր, մի հատ արձանագրություն բերենք, մենք մեր գործը պարտացնենք, մարդկանց նյարդայնացնենք, ինչ որ մարդիկ ոնց ասում էր Գյումրվա բանը, եզիտագը հորտ մանկային, պես չի կարել, կամ հապիտի մեջը մաս։ Դրա համար այսպես է, էլի, ողջամտությունը պետք է, նաև օրենքներ, բայց մի քիչ ողջամտություն է անենք, ոչ մի խախտում չկա, ոչ մի բան չկա։ Իսկ այդ որ ասում են դիմումների անդրադարձը, դա վարչարարության օրենքով, եթե դիմում է գալիս, մեկ ամսյա ընթացքում պետք է պատասխանես դիմումին։ Այս ընդրությունների ժամանակ ստույգ ժամկետներ է տրած, մինչև քվեարկության օրը պետք է պատասխանես եւ այլ, բայց այս պարագայում, երբ որ ընդրություններ չեն, այս ժամանակ արդեն գործում է վարչարարության օրենքը, որով որ մենք կարող էինք անդրադառնալ, մեզ ասենք մենակ տեխնազուները չէ, ցանկացած քաղաքացի բան կարող է դիմում գրել, մենք իրավասու ենք պատասխանելու մեկ ամսյա ժամկետում, բայց այս պարագայում դա չէր աշխատի, որովհետև ժողովուրդ ջան, մեկը մեկի հետ առնչություն ուներ։ Կարող է պատահի, ասենք վերջի համարներից լիներ, ասենք 10 օր հետո անդրադառնայինք։ Մեկը մեկի հետ առնչություն ունեցող էր, դրա համար չուզեցանք, որ խոսակցություններ չլինի, լրացուցիչ ինչ-որ բաներ չլինեին։